այսօր հասկացի առաջին անգամ տանից եք գալիս դատարան եւ հաշվի առնելով հունիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները սրբազան դուք այս ամենի հետ խանով են այսպես ասած ընդունելի ձեզ համար Բացարձակ ընդունելի չեն, հենց առաջին իսկ իմաստով աներկբա կերպով հայտարարեն այնինչ տեղի ունեցել մեր աչքի առջև բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություններ, աննախադեպ իրենց լեզվով ասած պատմական զեղծարարության ընթացք էր, հասկանալի պատճառներով, որովհետև մարդիկ իշխանություն կորցնելու եւ դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առջև են կանգնած։ Պատասխանատվության ամենամեծը, որից անընդհատ խուսափում են։ Սրբազան, բայց ամեն դեպքում 55% չհավաքեց իշխանությունը։ Շնորհակալություն, նախ բարև ձեզ, լավ եք։ Լավ բարձր ձայն ունեք, ապրեք, կամ էլ իմ ձայնն նվազել։ Հարցին էի պատասխանում, որը ձեր տված հարցի մասը կազմում։ Ուրեմն այդ ու հանդերձ, այդ բոլորով հանդերձ, ես համարում եմ, որ սա եւս մեկ քայլ առաջ էր այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար։ Իմ երեք տրված հարցազրույցում ասել եմ դրա մասին, որ մի նայեք թե 49% ինչ եղավ, դա ինչպես է ձեռք բերվել, հետո կպարզվի, արդեն պարզվում է ընթացքով, մարդիկ տարբեր քաղաքական ուժեր վեր են անում, չէ՞։ Ես չեմ ուզում դրա գնահատականը հիմա տալ, բայց որ փաստացիորեն մեր ժողովրդի 51%-ը մերժել է այս մարդկանց, մերժել է իրենց տարբեր ծրագրեր, սա փաստ է։ Գլուխ են գովում ժամանակին, որ 65% եւ այլն պիտի հավաքենք, ձախողեցին։ Ըստ այդմ նաեւ դրա հետ պայմանավորված հանրաքվեի հարցեր, սահմանադրության հարցեր, հազարու մի հարցեր, աշխարհի տարբեր կենտրոններին աչքի առջև երևալու, որ այլևս իրենք չեն կարող միանձնյա որևէ բան որոշել, ինչ որ անում են, եւ այսպես շատ բաներ։ Այս ընտրությունում դա ա եղել, եւ ես երեք խնդրել եմ, դիմել եմ մեր բոլոր, ես չեմ սիրում ընդդիմադիր բառը, դա ընդդիմադրություն չի, դա ճշմարտության համար պայքար է։ Բոլոր մեր հայրենատեր մարդկանց, մեր կազմակերպություններ, կուսակցությունների, որ բացարձակ տրտմելու առիթ չունեն, որովհետև գիտեմ հուսախաբության առիթ կա, մարդիկ հուսահատված են, հուսախաբված են, ակնկալությունները շատ էին, մեծ էին եւ այլն, եռում էր ամեն ինչ եւ հանկարծ նպատակի կարծես չեն հասնում թվացյալ նպատակի, բայց առաջիկան ընթացքը ցույց կտա, սա շարունակական պայքար է, շարունակական մեկ կետի կամ մեկ փոքրիկ ժամանակահատվածով սահմանափակված չէ։ Մենք իրավունք չունենք պարզապես ձեռքներս բաց թողնելու, ասելու եղավ ու վերջացավ գնաց, ոչ, մեկ քայլ առաջ, եւ ես թույլ տվեք ասելու, սա այն փոքրիկ հաղթանակներից մեկն է, ոչ էլ փոքրիկ, լավ էլ հաղթանակներից մեկն է, որ հակառակ այս հալածանքին այսօր արձանագրվում է մեր կյանքում։ Արսեն ջան, հիմա հարցը։ Իմ հարցին դուք հասարակ պատասխանեցիք, շնորհակալություն։ Դրա համար եմ ասում։ Եղավ ժողովուրդը, բայց անկեղծ եկեք ասեմ, եկեք ձեզ ուզում եմ էլի ու էլի, ինչքան առիթ լինի պիտի ասեմ, ոչ միայն մեր գործով եմ ուզում ասել, այլ ընդհանրապես այս բոլոր ժամանակներում, այս ահռելի կեղծիքի հեղեղի դեմ առաջի շարքում դուք եք կանգնած։ Թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե մտավոր իմաստով, թե ձեր պրոֆեսիոնալիզմով, երբեմն էլ ձեր պրոֆեսիոնալիզմից ավելի, եթե չասեմ շատ հաճախ։ Ես անձնապես շատ տպավորված, շատ ազդված եմ եւ շատ շնորհակալ եմ ձեզանից։